Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով զրուցելու եմ Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Առաքելյան, դուք հետևում եք Հայաստանի ներքաղաքական անցուդարձին եւ այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ։ Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից մեկը նախատեսում է անվստահություն հայտնել վարչապետին եւ նրանց սատարող գործիչների միջոցով։ Մյուս խմբակցությունն էլ հայտարարում է, որ անհրաժեշտ թվով ձայներ կտա, բայց մի քանի բայցեր է նշվում։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, թե այս նախաձեռնության շուրջ եւ թե այն ամենը, ինչ կատարվում է ընդդիմության ներսում ըստ ձեզ։ Դե հասկանում եք, նոր ալիք են փորձում բարձրացնել, գարունը եկավ արդեն մայիս ամիսն է, իսկ իրանք դեռ մատը մատին չեն խփել, ինչպես անցյալ տարիների ժամանակ։ Իրենք փորձում են նոր ալիք բարձրացնել, այն ինչ որ կապված է անվստահության, այսպես ասած, impeachment-ի հետ, իրենք բարձ գիտակցում են, որ ոչ մի շանս իրանք անգամ չունեն, քանի որ քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն ունի ազգային ժողովում եւ նման ինչ որ ոտնձգությունները իրանք պարզապես ինչ որ կարող են միայն PR ակցիաների ինչ որ բնույթ կրել այն էլ դա բնականաբար իրանք անում են նոր ընտրությունների կարելի է ասել նախաշեմինգ 26 թվականին արդեն սպասում են նոր ընտրություններ եւ իրենք հիմա ինչ որ այդ խաղը նորից վերսկսում ենք, մենք տեսնում ենք, որ եւ Մոսկվայում են արդեն ինչ որ տարբեր շարժումներ, տեղաշարժումներ ուրեմն տեղի ունեցել եւ իրենք պարզապես նոր էջ են բացել եւ ինչպես ասեցի, գարունը սկսվել է իրանց համար, իրենց աշխատանքը կատարում են։ Դուք ինչքանով եք այս նախաձեռնություններում տեսնում արտաքին քաղաքական հետք, մասնավորապես Ռուսաստանի կողմից, կան որոշակի հրապարակումներ, որ 26-ին ընդառաջ այսպիսի նախաձեռնությունները շատ կլինեն եւ նպատակը քաոս ստեղծելն է Հայաստանում, այսքանով ձեր կարծիքով Մոսկվան շահագրգռված կլինի այս հարցում։ Մոսկվան շահագրգռված է այս հարցում ուղիղ 101%-ով։ Իրենց նախաձեռնությունն է սա եւ իրենց ազդեցությունն է սա, մենք տեսնում ենք, որ Մոսկվայում նոր նշանակումներ հայկական ուղղությամբ տեղի ունեցան, հա, Կիրիենկոին նշանակեցին, մինչև այդ Դմիտրի Կոզակներ, որ իրենց կարծիքով ըստ երևույթին իր պարտականությունները չկատարեց, հիմա ուրեմն փորձում են թարմ ուժ մտցնեն եւ նոր եռանդով նորից գնան դեպի Հայաստան, նորից փորձեն Հայաստանը վերզավթեն եւ բերեն իրենց փեշի տակ, այսպես ասած, հա, քաղաքական փեշի տակ։ Ես կարող եմ ասել, որ հիմնականում կան գոյություն ունեն 4 ուղղություններ, որով որ Մոսկվան իր ազդեցությունը գործում է Հայաստանի վրա։ Դա առաջին հերթին ինֆորմացիոն ուղղությունն է, երկրորդը դա տնտեսական ուղղությունն է, երրորդը քաղաքական ուղղությամբ են իրենք աշխատում եւ բնականաբար ուժային մեթոդներով, որով որ այդ 4-ը գործիքը իրանց ձեռքում այսօր կա եւ ես պետք է արձանագրեմ, որ ցավոք սրտի մեր երկրի ղեկավարությունը գրեթե այս 4 գործիքն էլ անտեսում է եւ հանկիստ թողում է, որպեսզի այդ ուրեմն էկվիլիբրիստիկայով այդ 4 գործիքներով Հայաստանում Ռուսաստանի տարբեր ագենտները, ուրիշ բառ չունեմ, իրենք պարզապես իրենց գործունեությունը ծավալեն։ Առաջի գործիքը, ինչպես ասեցի, դա ինֆորմացիոնն է։ Մենք բոլորս տեսնում ենք, որ հայկական մուլտիպլեքսով գրեթե բոլոր ռուսական ալիքները գոյություն ունեն, ռուսական ռոպագանդան առավոտվանից իրիկուն կարող է թափվել մեր քաղաքացիների ականջների մեջ եւ միակ արձագանքը, որը մենք կարող ենք բան անել, հա, երբ որ ուղղակիորեն կոչեր են հնչում այդ ռուսական ռոպագանդայից հակահայկական, հակապետական Հայաստանի վերաբերվող, հա, ինչ որ կոչեր են հնչում, ամենամեծ բանը ինչ որ մենք կարող անում ենք բան անել, այդ մեր ինչ որ
պետական այրերից մեկը մատեթափ տալիս մի թեթև եւ ինչ որ մի շաբաթով կարող են ինչ որ դադարեցնել այդ ալիքի գործումը կամ ինչ որ կոնկրետ այդ հաղորդման գործումը, բայց պետք է հասկանալ, որ ընդհանուր սահ մեդիան հսկայական տարբեր ալիքներ Ռուսաստանից իրենք աշխատում են, իրանք աշխատանք են տանում, դա ռոպագանդա է, մենք գործ ունենք դիկտատորական դե ֆակտո ֆաշիստական երկրի հետ։ Եվ այդ երկիրը այսօր մեր քաղաքացիների վրա այդ ինֆորմացիոն ազդեցությունը ուրեմն իրագործում է։ Երկրորդ ուղղությունը, երկրորդ գործիքը, որի մասին ես ասեցի, դա տնտեսական ճնշումն է։ Տնտեսական ճնշումը մենք տեսնում ենք, որ տարիներ անցավ արդեն, հեղափոխությունը եղավ 18 թվականին, բայց մենք մինչև օրս մենք մեր տնտեսությունը չկարողացանք դիվերսիֆիկացիա անել եւ մեր տնտեսական հոսքի ուղղությունը փոխել արևելքից դեպի արևմուտք։ Մենք չկարողացանք ստեղծել մեր երկրորդ մի հարթակը, որտեղ որ մենք կարողանանք, եթե ինչ որ մի բան տեղի ունենա, չգիտեմ, Լարսի հետ կամ ինչ որ այդ արևելյան ուղղության հետ, մենք կարողանանք հարթակում կարողանանք մեր գլուխը պահել ժողովրդական լեզվով ասած, հա։ Մենք այդ քայլերը մինչ օրս չենք ձեռնարկել ու եթե ձեռնարկել ենք, ապա դա շատ անբավարար քայլեր են, հասկանում եք, եւ այդ քայլերը պետք է խորացնել։ Հիմա մենք տեսնում ենք, որ մեր ազգային ժողովը ընդունեց այդ Եվրոքվեի, Եվրո մասնակցության մեր բանաձևը։ Դրանից ոչ մի քայլ, հետագա քայլեր ես կոնկրետ չեմ կարողանում արձանագրել, չեմ տեսնում պարզապես։ Հա, ինչ որ մի հատ որոշում էր, մենք դա արձանագրեցինք, ընդունեցինք եւ ինչ, եւ ուր է շարժվում։ Այդ պարզապես ինչ որ վախեցնելու ակցիա էր Ռուսաստանին, թե ես զարգացումը չեմ տեսնում դրա, հասկանում եք։ Եվ մյուս գործիքը, որի մասին ես ուզում եի նշել, դա քաղաքական ճնշման գործ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, ինչի մասին որ դուք ինձ տվեցիք, հա, մենք տեսնում ենք, որ Հայաստանը այսօր լի է տարբեր հսկայական մեծ մեդիաներով, Հայաստանի ներսում արդեն, խոսքս արտաքինի մասին չի է, ներսում տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր ուրեմն մարդկանցով, որոնք որ լավ ֆինանսավորվում եւ այդ ֆինանսավորումը գալիս է ոչ միայն հենց կոնկրետ Ռուսաստանից, այլ նաեւ մեր ռուսական այդ օլիգարխիայից է գալի, որոնց որ ըստ երևույթին հրավիրել են ինչ որ մի կլոր սեղանի մոտ, այնտեղ Ռուսաստանում եւ պարտադրել են, որ դուք պետք է եթե ուզում եք ընդհանրապես Ռուսաստանում ինչ որ բիզնեսներ ունենաք, ինչ որ տարբեր հնարավորություններ ունենաք, ապա պետք է ֆինանսավորեք այս ինչ որ կազմակերպությունները, այս մարդկանց, որպեսզի իրենք կարողանան անխտիր իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում։ Եվ այդ գործը հիմա արվում է։ Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, ուր են մեր հատուկ ծառայությունները, որոնք որ պետք է բացահայտեն մեկը մյուսի հետևից, արդեն մի քանի անգամ նույն մեր հատուկ ծառայությունները տեսել են, որ հեղաշրջման փորձ են ուզել կատարել եւ այդ արմատները տարել են դեպի Ռուսաստան։ Հետևությունները որտեղ են։ Ինչի մենք կոնկրետ քայլեր չենք ձեռնարկում, ինչի մենք չենք կարողանում մեր քաղաքական դաշտը մաքրել այդ կեղտից, մաքրել այդ լցված պարզապես վարձկաններից, որոնք որ փորձում են Հայաստանում հրահրումներ ստեղծեն նոր ընտրությունների նախաշեմին եւ դարձյալ անգամներ փորձում են նոր ինչ որ հեղաշրջում անեն եւ իշխանությունը վերցնեն իրանց ձեռքերի մեջ։ Եվ վերջինը, կներեք մի քիչ երկար ստացվեց, վերջինը դա ռազմական ճնշումն է։ Ռազմական ճնշումը այն, որ բնականաբար կարող է գա Ադրբեջանից, հա, որին մենք արդեն ինչ որ չափով մենք մտովին պատրաստ ենք եւ պատրաստվում ենք, բայց ես նաեւ կնշեի, որ իմ կարծիքով այսօր ավելի մեծ վտանգ է սպառնում Հայաստանի ներսից Գյումրու կողքը կանգնած է ռուսական ռազմաբազան,
Եվ հենց այդ ռազմաբազայի ճնշումն է եղել, որ Գյումրիում հաղթել են կոմունիստական ուժերը։ Եվ այդ ռազմաբազայի միջոցով միգուցե եւ Հայաստանում Ռուսաստանը իբրև վերջին տարբերակ հաստատ կդիմեն ռազմական ինչ-որ սցենարի։ Եվ այդ ռազմաբազան այսօր սպառնալիք է մեր ժողովրդի ապագայի եւ ժողովրդավարության համար։ Պարոն Առաքելյան, ձեր դիտարկմամբ այսօր Ռուսաստանը ունի միասնական այնպիսի մի թեկնածու կամ խաղացող, ում վրա խաղադրույք կանի 26-ի համար, թե Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կամ գուցե նաեւ ուղիղ հայտարարությունները վկայում են, որ այս թիմի ներսում նույնպես պայքար է Մոսկվայի թեկնածուն լինելու, Մոսկվայի աջակցությունը վայելելու համար, կամ գուցե վերջնարդյունքում լինեն միավորումներ, ինչ եք կարծում։ Դեք մենք արդեն տեսանք տարբեր բազում թեկնածուների, տարբեր մարդկանց, որոնց որ առաջադրում էին իբրև ազգի փրկիչ, տարբեր դիմակներով, հա, բայց դա նույն քոչարյանական, սերժական, այսինքն ռուսական, կրեմլյան, պուտինական ուժերն են եղել, եւ մեր ժողովուրդը փառք Աստծո ինքը արդեն իմ կարծիքով կարողանում է այդ լրիվ այդ պրոքսիներին, չնայած այն տարբեր սուրբ դիմակներին, որոնք որ իրենք կարող են կրել, ինքը շատ լավ կարողանում է բացահայտել։ Նույն այն վերջին սրբազան էր, սառեցեց իրան, հետո վերականգնեց, թե ինչ արեց, ինքը եկավ, եթե հիշում եք, առաջին օրը բազմաշատ էր, հանրապետության հրապարակը լեփլեցուն էր կարելի է ասել։ Բայց միայն առաջին օրը։ Դրանից հետո մնացած այդ բոլոր այդ իր կազմակերպված ինչ-որ միջոցառումները, երթերը, միտինգները, բան, այնտեղ արդեն մոտ մի 1000-1500-2000 հոգի մարդ էր մասնակցում, իսկ վերջում գնացին այդ եկեղեցու կողքն էին հավաքվում, որտեղ ընդամենը 100-ից 200 հոգի մարդ էր հավաքվում։ Այսինքն մեր ժողովուրդը առաջին անգամ եկավ, նայեց, տեսավ, բացահայտեց եւ գնացին տներով։ Բայց դա պետք է մեր ղեկավարության համար շատ լուրջ ահազանգ լիներ, որ իրենք հասկանային, որ ժողովուրդը սպասում է կոնկրետ քայլերի, ոչ թե միայն խոսքերի, այլ կոնկրետ լայնածավալ քայլերի։ Ինչի եմ ասում լայնածավալ, որովհետև որոշակի ճիշտ քայլեր, ասենք, հա, ղեկավարության, կառավարության կողմից բնականաբար ձեռնարկվում են։ Մենք տեսնում ենք, որ զենք է գնվում, մեր ինչ-որ ռազմական համակարգն է վերափոխվում, ոչ այնքան ճիշտ եւ լավ, ինչպես կուզենայինք, բայց այնուամենայնիվ ինչ-որ աշխատանք տարվում է, Ֆրանսիայի հետ ենք համագործակցում ռազմական սեկտորում եւ այլն, բայց դա քիչ է, դա այսօր մենք պետք է մտածենք նաեւ այն բանի մասին, որ օրինակ գործը չհասցնել այդ ռազմական ինչ-որ սցենարի, հա, դա պետք է լինի ընդամենը այն ուժը, որը որ յուրաքանչյուր կկարողանա ինչ-որ չափար ստեղծի յուրաքանչյուր ոտնձգության դեմ։ Բայց դրանից բացի մեր դիվանագիտական աշխատանքը պետք է տարվի։ Այսօր մենք պետք է Հայաստանում արդեն ունենայինք մի քանի ռազմական ներկայացություններ արևմուտքից, Ֆրանսիայից հատկապես, Միացյալ Նահանգներից, իրենց հետ ճիշտ է, ինչ-որ զորավարժություններ ժամանակ առ ժամանակ այս վերջերս անցկացրեցինք, ասենք, Միացյալ Նահանգների հետ, բայց այդ process-ը պետք է անվերջ լինի, որպեսզի մենք իրենց ներկայությունը Հայաստանում, իրենց մասնակցությունը տարբեր հայկական եւ ոչ հայկական ծրագրերում, այդ աշխատանքը պետք է վարվի, ոչ միայն ռազմական ոլորտում, այլ դիվանագիտական, մշակութային, տարբեր ոլորտներում մենք պետք է ինչքան հնարավոր է արևմուտքից մարդ բերենք բառացիորեն Հայաստան եւ ոչ միայն Երևան, այլ նաեւ Սյունիք, այլ նաեւ Մեղրի, այդ տարածքները, որպեսզի ստեղծենք այն իրավիճակը, որի դեպքում անհնարին կլինի Հայաստանում որևիցե ինչ-որ ռազմական սցենար զարգացնելը, թե Ադրբեջանի համար, թե Ռուսաստանի համար։
Պարոն Արաքելյան, ձեր դիտարկմամբ Կիրիենկոյի հիմնական առաքելությունը այս մեկ տարվա ընթացքում որը կլինի, որ ուժերի հետ կաշխատի ինքը ձեր կարծիքով ու արդյոք ձեր դիտարկմամբ կլինեն հակազդեցություններ, դուք մի քանիսը նշեցիք անհրաժեշտությունների մասին, բայց արդյոք կլինի այն գիտակցումը, թե ինչ ռեալ վտանգներ կարան լինեն, եթե Ռուսաստանը դեռ մեկ տարի առաջ նպատակաուղղված մարդ է ուղարկում այստեղ, որպեսզի իր ցանկացած ուժերը տեղ գտնեն խորհրդարանում։ Գիտեք, Հայաստանում ռուսական ուժերը մի մարդ է ներկայացնում, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Մնացածը, ովքեր որ ասում են, չէ, մենք իր հետ կապ չունենք, մենք առանձին ենք, մենք էս ենք, մենք այն ենք, դա սուտ է, տենց բանաձև գոյություն չունի։ Պետք է պարզ գիտակցել, որ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերն է։ Եվ ոչ մեկի վրա Վլադիմիր Պուտինը ինքը խաղադրույք չի անի, բացի Ռոբերտ Քոչարյանից Հայաստանում։ Տարբեր մարդկանց ներկայացուցությամբ դա կարող է լինի, տարբեր, ինչպես ասեցի, դիմակներով, հա, Ռոբերտ Քոչարյանը կարող է ասել, ես ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունեմ եւ այլն եւ այլն, չնայած ինքը տես բան չի ասում էլ, ինքը պարզ շատ անգամ ցուցադրում է, որ հա, հենց ես եմ, որ կամ, հասկանում եք, բայց պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք, եթե խոսքը գնում է ռուսական որևիցե էքսպանսիայի զավթման կամ ներմուծման, ներխուժման հետ այստեղի Հայաստանի իրենց պրոքսիներ Ռոբերտ Քոչարյանն է եւ իր կլանն է։ Ուրիշ տարբերակ կարող ենք պարզապես չդիտարկել։ Դա անիմաստ է։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք հարվածը ստանալ հենց այդ ուժերից եւ այն ռազմաբազայից, որի մասին ես նույն ասեցի։ Այսինքն, եթե լինի օրինակ սցենար Գյումրի օրինակով 26-ին, որ տապալենք Նիկոլ Փաշինյանին, մնացած այդ պրոռուսական ուժերը, այնտեղ Սերժ Սարգսյան, Վանեցյան, մի շարք այլ ուժեր կմիավորվեն ձեր կարծիքով Քոչարյանի հետ։ Բնականաբար իրանք կմիավորվեն, իրանք հիմա են միավորված, այն դերակատարությունը, որը որ տեղի է ունենում իբր թե Սերժ Սարգսյանը Քոչարյանի հետ, ինչ որ տարաձայնություններ ունեն, բան, իսեր Աստծո, ինչի մասին եք խոսում։ Մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանը իրենք երկուսով սկսել են ոչ թե իրանց քաղաքական ինչ-որ կյանքը իրար ձեռձեռի տված։ Իրենք Ստեփանակերտի կոմունիստական կուսակցության պրոպագանդայի բաժնի վարիչներ, եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանը, իսկ պրոպագանդայի այդ բաժնի աշխատակից Ռոբերտ Քոչարյանը կոմունիստական պրոպագանդայով էին իրանք զբաղվում Ստեփանակերտում դեռ 80-ականներին, հետո արդեն նենց իրենք կարողացան քիթը, ոնց որ ասում են, քամով պահել եւ ժամանակին հայտնվեցին այնտեղ, որտեղ որ հայտնվեցին եւ կարողացան հասնել ինչ որ տենց բարձունքների, հասկանում եք, եւ մեր ժողովրդի ապագան շնորհիվ դրա տապալեցին փաստորեն։ Մենք կորցրեցինք այն 20 տարին, որ ինքը ասում է զարգացում էր, իմ ժամանակ զարգացում էր տնտեսությունը, մեր հայկական տնտեսությունը, մեր ազգային ամենակարևոր հիմնական օբյեկտները մենք հանձնեցինք Ռուսաստանին։ Մենք մեր տնտեսությունը կապեցինք ռուսական տնտեսությունից։ Մենք այսօր գազ ենք ներկրում Ռուսաստանից եւ նավթ։ Ռուսաստանից, որը որ գտնում ենք ընդհանուր սահմաններ չունենք իրանց հետ, որը որ գտնվում է հազարավոր կիլոմետրերի վրա մեզանից, իսկ մենք իրավունք չունենք շնորհիվ այդ նույն Ռուսաստանի այն պայմանագրերի, որոնք որ իրենք ժամանակին կնքել են, մենք իրավունք չունենք նույն Պարսկաստանից այդ քանակը բերենք եւ այդ նույն գազը ստանանք եւ որի հետ մենք մոտիկ ոչ միայն սահման ունենք, այլ բարի հարևաններ ենք, շատ լավ հարաբերություններ ունենք մենք Պարսկաստանի հետ, որտեղ որ այդ նույն գազը եւ այդ նույն նավթը արժի անգամներով ավելի քիչ, քան թե դա արժի որևիցե ուրիշ տեղ։ Սանկցիաների տակ է գտնվում Իրանը, ինչի Ռուսաստանը սանկցիաների տակ չի գտնվում այսօր, բայց մենք այնուամենայնիվ այդ գազով ենք սնվում։ Ոնց տենց ստացվեց, որ իրենք մեր երկիրը ստրկացրեցին եւ դարձրեցին ռուսական գուբերնիա, դե ֆակտո։
Եվ հիմա այն քայլերն է պետք ձեռնարկել, որ այդ օկուպացիան վերացնել Հայաստան։ Տեսեք, պարոն Առաքելյան, երեք ազգային ժողովի նախագահը խոսելով Ռուսաստանի դերակատարության մասին նշեց, որ շատ ուղիղ, որ Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ է տարվում Հայաստանի դեմ եւ որ մեծ քանակությամբ գումար է Հայաստան մտնում այդ ամեն ինչի համար։ Հիմա երբ Ռուսաստանը այսպես անթաքույց կերպով իր հետաքրքրությունները դրսևորում Հայաստանում նույնիսկ քաղաքական դաշտում իր ազդեցություն ունենալու, իր իշխանություն ունենալու համար, միայն Հայաստանի իշխանությունների կամքը Ռուսաստանից փոխվելու եւ դա թույլ չտալու բավարար կլինի, ինձ հետաքրքիր է նաեւ ինչքանով արևմուտքի հետաքրքրությունը կլինի այս հակազդեցության իմաստով, որովհետեւ գոնե քաղաքական իմաստով հաստատ թե Եվրոպայի թե Միացյալ Նահանգների հետաքրքրությունները զիջել են մշտապես։ Իրեք ինքը Ամերիկա չի բացահայտել, ոչ ինքը իր համար, ոչ էլ մնացած ժողովրդի համար։ Մենք այդ ազդեցությունը տեսնում ենք արդեն տարիներ շարունակ։ Մենք տեսնում ենք այն վտանգը, այդ ամենը մենք տեսնում ենք, ինքը պարզապես հնչեցրեց այդ բառերը եւ դրա պատասխան իմ մոտ անձամբ։ Մենակ մի հատ հարց է ուրեմն հայտնվում։ Եվ ինչ։ Դա դուք արձանագրեցիք, որ հիբրիդային պատերազմ է, որ մենք ճնշման տակ ենք, որ Ռուսաստանը ուզում է մեզ օկուպացնի եւ այլն։ Եվ ձեր քայլերը ինչ քայլեր եք դուք կոնկրետ իբրև կառավարություն, իբրև երկրի ղեկավարություն, ինչ քայլեր եք դուք ձեռնարկում այսօր։ Մի հատ բարձրաձայնեք, ինչ ծրագրիր է, որն է ձեր exit plan-ը, հա, ասել անգլերենով, դուրս գալու հնարավորությունը։ Մի հատ հնչեցրեք կամ ծանոթացրեք կամ պարզապես ուղղությունը ցույց տվեք։ Դուք ինչ որ դա առաջին անգամ չի, որ մեր պետական այրը բարձրաստիճան ինչ որ նման խոսքեր է հնչեցնում։ Դա առաջին անգամ չի։ Բազում անգամ դրա մասին խոսել է եւ Նիկոլ Փաշինյանը, եւ նույն Ալեն Սիմոնյանը, հա, եւ տարբեր եւ Արադ Միրզոյանը, տարբեր մեր բարձրաստիճան պաշտոնյաները բազում անգամ նշել են, խոսել են նրա մասին, որ իրենք սթափ գիտակցում են այն վտանգը եւ այն սպառնալիքները, որոնք որ գալիս են արևելքից։ Եվ ինչ, եւ ուր ենք մենք գնում արդեն քանի տարի է։ 8 տարի է արդեն մենք հեղափոխություն ենք արել։ 8 տարի անցել է, այդ 8 տարվա ընթացքում ճիշտ է, մենք պատերազմ, պարտություն, բայց այն համենայն դեպս ճանապարհային քարտեզը, որով որ մենք շարժվում ենք առաջ, ընդամենը մի ամիս առաջ մեր վարչապետը հնչեցրեց, որ մենք միտք էլ չունենք Ռուսաստանի հետ որևիցե մեր կապերը։ Ասեմ ավելին, մեր առևտրային ծավալները վերջին տարիների ընթացքում միայն աճել է, իսկ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ կապված առևտրային ծավալները իրենք եթե նվազում չեն ապրել, ապա շատ համեստ աճ են ունեցել, շատ համեստ, ի տարբերություն ռուսական եւ արևելյան կողմի հետ կապված։ Ուր են այն կոնկրետ քայլերը, որ դուք ձեռնարկում եք, որպեսզի հանեք երկիրը այս։ Ես նկատի ունեմ, գուցե բավարար չէ արևմուտքի աջակցությունն այս հարցում, որովհետեւ մենք գիտենք ինչքան ցավոտ կարող է լինել Հայաստանի նման երկրի համար կտրուկ քայլեր անել, հաշվի առնելով թե մեր աշխարհագրական դիրքը եւ թե ընդհանրապես այն խնդիրները, որ ունենք։ Գուցե անհրաժեշտ է մի քիչ ավելի շատ աջակցություն արևմուտքից, որ Հայաստանը վստահ լինի, իշխանությունները վստահ լինեն, որ փոխվելով Ռուսաստանից մենք մեր տեղը կունենանք քաղաքակիրթ աշխարհում։ Գիտեք, բանը նրանում է, որ մենք միշտ փորձում ենք արևմուտքը եւ հատկապես Եվրոպան, հա, դիտարկել նույն դիտանկյունից, ինչ որ մենք դիտարկում ենք Ռուսաստանը։ Բայց պետք է հասկանալ, որ իրենց մեջ հսկայական տարբերություն Իհարկե կա։ Արևմուտքը եւ Ռուսաստանը մեր վրա նայում է իբրև իր սեփականություն, որ ինքը պետք է, եթե հանկարծակի ինչ որ ոտնձգություն, ինքը այդ սեփականությունը ինքը պետք է կառավարի, ինքը իրավունք ունի նորից զավթի, այլ ինչ որ հիմա ինքը անում է, ասենք նույն Ուկրաինայում։ Հա, արևմուտքը ուրիշ ձև է ինքը մեզ վերաբերվում, ոչ
միայն մեզ, այլ բոլոր այն երկրներին, որոնք որ կամ պատրաստվում են մտնել նույն Եվրոմիություն, կամ արդեն Եվրոմիության մեջ են։ Իրենք դիտարկում են, նայում են, իսկ կներեք, այս ժողովուրդը, այս կառավարությունը, այս մարդիկ, իրենք ընդհանրապես ուզում են գան մտնեն մեր շարքերի մեջ, իրանք ճանաչում են այն արժեքները, այն ուրեմն բարիքները, որ մենք կարող ենք տալ։ Իրենք ուզում են այդ համակարգի մեջ ապրեն։ Թե մենք հերթական անգամ մի հատ ինչ-որ Հունգարիա ենք հրավիրելու Եվրոմիություն, իսկ հետո այդ Հունգարիան դառնալու է մեր գլխացավանքը, ջանդամ, գլխացավանքը կներեք։ Դրա համար իրենք այդ ամեն ինչը ուսումնասիրում են մեր կողմից, մենք պետք է հասկանանք, որ առաջինը մեր տնտեսական, անվտանգային, քաղաքական հարցերը նույն Եվրոպայի համար դա մեծ բեռ չի։ Մենք շատ փոքր պետություն ենք, մարդաքանակով էլ ենք, տարածքով էլ ենք փոքր։ Դա ընդհանրապես շատ փոքր գումարների հարց է, որպեսզի Եվրոպան, Եվրոմիությունը կամ Հայաստանը Վրաստանի հետ ընդգրկի իր շարքերը եւ թեթանում կարող Եվրոհամակարգը, որ այսօր գործում է Եվրոպայի տարածքում, հա, դա խնդիր չի իրանց համար։ Իրանց համար խնդիր կլինի նա, եթե իրենք այդպես մի քիչ բառացիորեն որդեգրեն մի պետություն, որը որ հետո իրանց համար խնդիրներ կարող ստեղծի, որը որ հետո ստանալով այն բարիքները, այն ազատությունները, այն հնարավորությունները, այն տնտեսական աճը, որ ապրել են բոլոր պետությունները, որոնք որ մտել են Եվրոմիության կազմի մեջ, անխտի բոլոր մի հատ պետություն չկա, որը որ անգամներով չավելացնի իր ուրեմն տնտեսական կարգավիճակը, բայց նաև դրանից հետո իրենք սկսում են ինչ-որ նայել դեպի մարդասպան Պուտին, սկսում են ինչ-որ շանտաժի միջոցներ կիրառեն Եվրոմիության դեմ, հա, ես խոսքս նույն Հունգարիայի, Սլովակիայի մասին է, որոնք որ այսօր իրենք հասկանում են ու նույն Եվրոխորհրդում իրենք հասկանում են, որ սա ինչ-որ երկիրներ են ու եթե այնտեղ հաղթել են այդ լիդերները, որոնք որ պատրաստվում էին ամենայն դեպս, եթե չհիվանդանային, հիմա վիրուսը Եվրոպայում, չէ, չհիվանդանային, պատրաստվում էին արդեն գնային Մոսկվա մայիսի 9 տոնելու, հա, իրանք էտում են որդեգրել, ինչի համար են իրանք այս պետությունները անցել, որպեսզի ինչ, տրոյանական ձի սարքեն Ռուսաստանի համար։ Այդ տրոյանական ձիուց է վախենում այսօր Եվրոպան։ Եթե մենք պարզ, հստակ, կոնկրետ մեր կառավարությունը, մեր երկիրը, մեր քաղաքացիները հայտարարեն ու իրենց գործողությունները ուղղեն այն բանի վերաբերյալ, որ մենք ուզում ենք գանք Եվրոպա, մենք ուզում ենք դառնանք ձեր մասը, մենք ուզում ենք նստել մեքենա, չգիտեմ, Երևանում, հա, եւ առանց սահմանների, առանց որևիցե տամոժնյաների, հա, գնանք հասնենք, չգիտեմ, Պորտուգալիա։ Այնպես ինչպես դա արվում է այսօր Եվրոպայում, որ դու կարող ես Էստոնիայում նստես մեքենա եւ Պորտոյում մեքենայից դուրս գաս եւ ոչ մի սահման, ոչ մի սահմանապահ քեզ ճանապարհին չկանգնացնի։ Դա է Եվրոպան։ Եվ երբ որ դու ուզում ես ապրանք արտադրես նույն Լատվիայում եւ վաճառես առանց որևիցե Թուրքիայի, Ֆրանսիայում, դա է Եվրոպան։ Մենք դրան պետք է ձգտենք, մենք այդ ուղով պետք է շարժվենք ու գիտակցենք, հասկանանք մեր լավն ու վատը։ Մեր արժեվ, մեր ժողովրդի արժեվ այսօր կանգնեցրել են ոնց որ, չգիտեմ, երկու մեքենա, մեկը Mercedes է, մեկը Ժիգուլի է։ Ու հիմա մեր ժողովուրդը կանգնած մտածում է, իսկ լավ, նա Mercedes-ը վերցնեմ, թե Ժիգուլին վերցնեմ։ Դա մտածելու բան չի, հասկանում եք։ Դա մտածելու բան չի, բայց այնուամենայնիվ մեր մոտ կան մարդիկ, որոնք որ ասում են, դե մենք Mercedes-ը ինչ ենք իմանում, Ժիգուլին մենք գիտենք, մոտորը մի բան լինի, կարող քանդենք, հավաքենք։
բայց Mercedes-ի մոտորը մենք չենք ճանաչում։ Մենք ավելի լավ է այդ մոտորը այդ մեքենան չառնենք։ Այտենց պրիմիտիվ տրիվիալ մտածելակերպ է շատերի մոտ այսօր Հայաստանում։ Դրա մասին է պետք մտածել։ Դրա հիմքն է պետք ստեղծել, որպեսզի մարդիկ մեր որդին սովորեցնենք, բացատրենք, թե մենք ինչ ենք ուզում անենք, ուր ենք ուզում տանենք, ուր ենք ուզում գնանք ընդհանրապես ժողովրդով մեկ։ Այդ մենք պետք է սկսած դպրոցներից վերջացրած տարբեր վիրուսային հարթակներով մարդկանց սովորացնենք, որ իրենք կարողանան տարբերեն ֆեյքերը, ստախոսությունը ինտերնետում։ Ինտերնետում հիմա այն քանակությամբ ինֆորմացիա է թափվում մարդկանց վրա, որ դա անհնարին է։ Մարդկանց արդեն կարելի է համոզել, որ մածունը սև է։ Պարզապես համապատասխան ինֆորմացիա պետք է թափվի։ Մի անգամ ասում ես, ինքը ասում է, չէ, գժվել եք, ոնց ասել։ Երկրորդ անգամ, երրորդ անգամ, 10-րդ, 20-րդ, 100-րդ անգամից հետո ինքը սկսում է հավատալ։ Շնորհակալություն պարոն Առաքելյան, շատ հետաքրքիր վերլուծության համար։ Ոնց եմ այլ։ Ես հիշեցնեմ, որ CVKM-ը տեսակապի միջոցով զրուցում էր Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։